Անուն հոր եւ որդվո եւ օգուին սրբո ամեն Փառք եւ գոհություն երկնավոր հոր մեծ վահոց վերջին շաբաթ հասանք արդեն բոլորիս կյանք տվավ շատեր սկսան մեզի հետ մեծ բակը բայց իր ավարտին չգրցան հասցնել Փառք ու դանք որ մենք հասանք եւ միշտ փառք իրեն Այսօրվա մեր խորհրդածության նյութը հավադամքի կրեթե վերջավորության հասանք 18-րդ գեդին մասին պիտի խորհրդակցենք իրարու հետ որ գսե գհավադանք մեկ ընդհանրական գաթողիկե եւ արաքելական եկեղեցվո Աբա գշարունակե մեկ մգրդություն, աբաշխարություն, մեղքերու կավություն և թողություն։ Ուրեմն աս երկրորդ բաժինի երեք գեդերը, որոնց մասին պիտի խոսենք քիչ ետք, նախ խոսենք գհավադանք մեկ ընդհանրական գաթողիկե եւ արաքելական եկեղեցվո Այս ժողովը, որ դեղի գունենար, դագավին եկեղեցին չեր բաժնված։ 325 թվականին եկեղեցին մեկ էր։ Բոլոր եկեղեցիները այո ունեին իրենց նվիրապետական գարկերը, բայց իրենց հավատալիքներուն մեջ մեկ էին։ Եվ արդեն սկսած էր սխալ եւ մոլար շարժումներ որ գփորձեր եկեղեցին ցնցել, ջեղ կրդել, բաժանել, որու պատճառով էր արդեն, որ 325 թվականին Նիգիո մեջ 318 հայրապետներ զանազան եկեղեցիներեն երկրակունտի վրա գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները ներկայացուցներ եկան եւ բանահյուսեցին մեր հավատամքը որ այս դարվա մեր խորհրդածության մեծ բաղոց նյութը դարձած էր։ Եվ հոն հաստատեցին, որ եկեղեցին մեկ է եւ մեկ պետք է մնա։ Եվ կործածեցին գաթողիկե բառը։ Իմիջի այլոց երբ գաթողիկե գսենք, գաթոլիկության հետ չշփոթենք։ Գաթողիկեն գնշանագե միացնող Հետևաբար եթե Օրմանյան բադրիարքի ձիսակիդական բարարանը բանանք եկեղեցու այս կմպետին շուրջ գտնվող գլոր այս բսագը գգոչե գաթողիկե Ինչու որովհետև մեր եկեղեցին 16 սյուներու վրա հիմնված է եւ յուրաքանչյուր սյունի վրա Միրոնով օծվել է ետք խաչ կկամեն գզեդեղեն Հետևաբար եթե այս գլորը գտեսնեք ինչ կնե այս 16 սյուները իրարու գմիացնե որում վրա գտրվի կմպետը Ուրեմն գաթողիկե երբ ասին մեր հայրապետները նկատի ունեցան եկեղեցվո միությունը Այն գլորը, որ գմարմնավոր է մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ գմիացնե եկեղեցին, և կմպետին վրայի խաչը, որ մեկ է, գխորհրդանշե եկեղեցվո միությունը, մեգությունը, սակայն մարդիկ զանազան հավատալիքներու, զանազան ծայրահեղություններու պատճառով բաժնեցին եկեղեցին։ Հիմա մենք եթե նկատի ունենանք այն անձերը, որ նզովվեցան դիեզերական ժողովներու ընթացքին, ասոնք ինչ էին, գիտեք, բարձ մարդիկ չէին, մեգական աստվածապան հայրապետներ էին, ինչու սխալեցան, որովհետև ծայրահեղության կացին, միշտ ծայրահեղությունը վնասագար հատկանիշ մնե,
մարդկային կյանքի մեջ, մենք ալ եթե մեր կյանքի ընթացքին ծայրահեղության երթանք գրնանք սխալիլ եկեղեցական կյանքի մեջ, ընտանեկան կյանքի մեջ, միութենական կյանքի մեջ, մարզական կյանքի մեջ, ովևէ մեկ ասպարեզի մեջ ծայրահեղության երթալը վնաս կհասցնե։ Եվ այս հայրապետները, որ այնքան հավատացյալ էին, իրենց հավատքին մեջ ծայրահեղության կացին եւ պատճառը այն եղավ, որ եկեղեցին բաժան է այսօր։ Գործածենք կաթողիկե բառը, բայց Քրիստոսի եկեղեցին կաթողիկ է այսօր, պատասխանը ոչ է։ Ինք երկնքի մեջ այո է, բայց երկրի վրա ոչ է, որովհետև մարդիկ ըստ գամս, ըստ իրենց անձնական հաշիվներեն մեկնած եկեղեցին բաժնեցին։ Հետևաբար Քրիստոսի հիմնած եկեղեցին հիմնավորված էր Սուրբ Երրորդության վրա։ Այն եկեղեցին, որ Սուրբ Երրորդության է գշեղի, նախ եկեղեցի չի գոչվիր եւ գտարնա հերետիկոսություն դուրս կտրվի ընտանրական եկեղեցիեն եւ այսպես սակայն մենք գավադանք, որ օրը պիտի միանա գրգին եկեղեցին եւ այդ մեկը դեղի պիտի ունենա Քրիստոսի երկրորդ կալուստի օրը։ Ինչպես առաջին իր հաղթական մուտքը Երուսաղեմ, իր առաջին գործը ինչ եղավ, գիտեք, մտավ դաջար եւ դեսավ, որ դաջարը իր նպատակեն շեղած է, կոդին քաշեց եւ դուրս տրավ բոլոր այն մարդիկը, որոնք դարբեր նպատակներով եկած էին դաջար։ Եվ ասավ գրված է, որ իմ հորս դունը աղոտքի դուն պիտի ըլլա, եւ դուք զայն վերածած եք ավազակներու որջի, մակրեց դուրս տրավ։ Ասի առաջին կալուստներ, որ խաղաղության իշխան որպես եկավ։ Հավա երկրորդ կալուստին ինչ պիտի նե, մեկ հատ երևակայենք եւ պատասխանը մեր մտքերուն մեջ մենք մեզի տանք։ Ապա գուկա գահավատանք այս կաթողիկե, այսինքն միացյալ եկեղեցվո, գուկա մեկ մգրդություն, աբաշխարություն, մեղքերու կավություն եւ թողություն։ Երեք միջոցներ են, որ մարդս գպրգեն։ Առաջին բանալին մգրդությունն է, որ մենք երբ գմգրդվենք եկեղեցու մեջ, մեր առաջին ծնունդը դեղի կունենա մեր մոր արքանտեն որպես մարմնական ծնունդ կծնինք, ապա մեր ծնողած բարդականությունն է մեզ մգրդել երկրորդ արքանտը եկեղեցվո ավազանն է, որ մենք հոգևորապես կծնինք։ Եվ մգրդությունը մեկ է գսե։ Հիմա ոս մեկ խնդիր ունենք, որովհետև մարդիկ կտեսնենք, որ գերտան երկրորդ անգամ կմգրդվին, չեմ գիտեր ուր եւ չեմ գիտեր որու ցերամբ։ Տեխնոլոգիան, որ գործածենք, մենք թիմադեդրերուն մեջ են կտեսնենք կամ նոր ելած այս հնարքներուն մեջ կտեսնենք, որ այո, մեր հայ ժողովուրդն ալ կացեր, չեմ գիտեր որուկով, գեցեր եւ մգրդվեր է։ Ինչ կնշանա երկրորդ մգրդություն, մեղանչում, գմեղանչենք Քրիստոսի թեմ, գմեղանչենք եկեղեցվո թեմ եւ գմեղանչենք մեր ազգության թեմ։ Մենք այսօր երբ որ գմգրդվենք, մեր ջագդին միրոն կգսվի, մարմնի 9 մասերուն։ Այդ միրոնը ինչ նշանակություն ունի, գիտեք։ Եթե միրոնի պատմությունը պիտի բրբդենք, պիտի երթանք մինչև վերնադուն։ Երբ ավակ 5 շաբթի օր մեր Տեր Հիսուս Քրիստոս իր առաքյալներուն ոտքերը լված եւ յուղով օծեց։ Այդ յուղեն մասյունքը Թաթիոս առաքյալ իր հետ դարավ Հայաստան։ Եվ ոն բահվեցավ այդ միրոնի մասունքը Հյուլիեն։ Եվ երբ Գրիգոր Լուսավորիչ գդարեց իր առաջին միրոնորդնեկը Քրիստոսի գոհմե օրնված, այդ միրոնեն
մասնիկ մխարնեց նոր միրոնին մեջ եւ ճիշտ այդ պատճառով ամեն անգամ որ միրոն գորնվի հին միրոնեն գխարնեն նոր միրոնի մեջ որովհետեւ շարունակականությունը բավի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմէ օրնած Գրիգոր Լուսավորիչ հայրավետի կողմէ օրնված արաքյալներու կողմէ օրնված այդ յուղերեն մենք այդ միրոնին թեմ կմեղանչենք երբ գերտանք երկրորդ անգամ կմգրդվենք նախ մգրդողը մեծակույն հանցավորն է երկրորդ մգրդվողը Նեստորի պես Այրոսի պես ձայրահեղության երտալով ես անհավատ եմ չեմ ասեր բայց հավատքի մեջ ձայրահեղության երտան եւ սխալ դեղ երտան ճիշտ անոր համար միջին եզրը մեր եկեղեցին է ամերիկացի մեծ աստվածապան մգա որ կոչվի Ուիլյամ Բարքլեյ որ հիմա ձերացած է հավանաբար շատ մկիրքեր գրած է եւ գրած է քիրքը որ գսե Տիրոջ 12-ը արաքյալներու մասին եւ ոնի իր նախապանին մեջ ինչ գսե գիտեք յուրաքանչյուր եկեղեցի հիմնված է այդ արաքյալին հավատքին եւ նգարակրին վրա մենք եթե գարտանք Տատյոս եւ Բարտոմեոս արաքյալներու գենսակրությունը պիտի տեսնենք որ ամենը միջին եզրը համերաշխությամբ սիրով աբրած երկու արաքյալներ են Բարտոմեոս արաքյալին համար ինչ կսե գիտեք մեր դերը երբ իրենց քյուղը գերտա Հիսուս Բարտոմեոս Միչայելոց Սուրբ Քիրքի մեջ եթե հանդիպիկ որ ձարին մեղակ նստած քիրք կգարտա ուրեմն հին սովորություն էր որ դունի փագի մեջ ձար մգա գամթուրին արջև ոնք կնստին եւ Սուրբ Քիրք կգարտան Բարտոմեոս նստած Սուրբ Քիրք կգարտար երբ Թոմաս Արաքյալ զինք բերավ սա գիտեք Մեսիան եկած է մեր քյուղը երկու ցանոթացել են բերավ զինք Բարտոմեոսին համար ասավ ահա վասիկ կդեսնեմ մարդը որու մեջ նենկություն գոյություն չունի հետևաբար հայ արաքելական եկեղեցին միշտ միջին եզրը ընդրած է եւ նենկություն չունի ոչ մարդ որսորդության գելտա ոչ գխապե ուրիշ եկեղեցու հավատացյալները իր կով բերելու համար այլ ինք իր հանդարտ եւ միջին եզրը ընդրած իր հավատքով գկալե եւ պիտի կալե դարեր շարունակ 1750-ի գմոդենա մոտավորապես հայ եկեղեցու հիմնադրության եւ գշարունակվի այդպես եւ պիտի շարունակվի ուրեմն մգրդությունը մեկ է սիրելիներ չի գրնարլալ եկեղեցականը հավադամքին դեմ կործելով երկրորդ անգամ մգրդե այլ եկեղեցվոմը հավատացյալը այո ավետարանականներուն հետ մենք բզդիկ հարց ունենք իրենք ճուրով կմգրդեն երբ պիտի բսակվի գողմերը մեկը միայն ջագդին միրոն կգսենք ճուրով չենք մգրդեր որովհետև գնտունինք իրենց ճուրով մգրդությունը բայց տրոշմը չունին մենք միան կտրոշմենք որովհետեւ մեր խղճին բարդ կգադարած լանք եւ մեղանչած չլանք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի սահմանած օրենքներուն մգրդություն առաջին բանալին է որ պիտի մտնենք ներս մեզի պիտի շնորհե մգրդությունը 3 շնորհքներ առաջին Աստուծո որդեկիր պիտի լանք երկրորդ Քրիստոսի եղբայր պիտի լանք եւ ժառանգագից երրորդ ատամական եւ սկզբնական մեղքերը պիտի չնչվենք եւ եկեղեցու անդամ դառնանք մեր անունը պիտի արձանագրվի եկեղեցու դոմարին մեջ երբեմն իմաստակներ գուկան գսեն մեկը պետք է մեզ դարիքին քիդագից եղբայր գասկնանք
մինչև մեծ հիդագից դարիքին եթե անչի գրծավ հաստիլ հիվանդության մբաջարավ մահացավ ինչու պիտի զրգվի այդ երեք շնորհքներեն որ Աստծո կողմէ պիտի դրվի իրեն ուրեմն անոր համար մեր եկեղեցին 7 խորհուրդները երբ սահմանած է Եդևեն գուքա աբաշխարության խորհուրդը, որ մեր եկեղեցու մեջ գարկ մնե, որ մենք ամեն արևակալի առավոտ կամ մգրդության ժամանակ ինչ կնենք, գտարնանք տեպի արևմուտք, գհրաժարենք սատանայեն եւ անոր կորձագիստներն, ասի աբաշխարության խորհուրդ է։ Ոչ թե տուն քեզի պիտի երթաս դեղ մը գենաս ասես ես աբաշխարած եմ։ Խորհուրդ մնե որ պիտի ստանաս, շնորհք մնե որ պիտի ստանաս եկեղեցու կողմէ։ Եվ քահանան պիտի ասե, ես չէ որ քեզի կշնորհեմ, այլ ինձի դրված քահանայական գարքի իշխանությամբ է որ ես քեզի կշնորհեմ այս խորհուրդը, այսինքն Աստուծո կողմէ կփոխանցեմ քեզի։ Գսեն թե դերը Հիսուս 30 տարեկանին մգրդվեցավ։ Այո, ճիշտ է, որովհետև Հիսուս ինչու 30 տարեկանին մգրդվեցավ, որովհետև պիտի քարոզեր եւ մենք եթե օրենքի քիրքերուն մեջ հաջող ասած եմ 613 օրենքներուն մեկը ինչ է գիտեք, գսե որ պիտի քարոզե եւ քահանայ կորձե, պետք է 30 տարի կամփոփած զլա։ Հիսուս 30-ը սпасեց վերջը մգրդվեցավ եւ չընդունեցին։ Բայց ինք 12 տարեկանին արդեն ուր էր, դաջարին մեջ վարդապետներու քահանաներու հետ գվիճեր, անոնց սխալները կսրբակրեր, պատրաստ էր, բայց չսկսավ իր քարոզության ուզեց օրենքը ամփոփչացնել։ Երկրորդ այդ շրջանին որ հետանոստներ քրիստոնյա գտարնային, ընտանիքով գուկային, հայրը, մայրը, զավակները, նորածինը, բոլոր մեկը մգրդվեին, այդպես էր։ Մենք ուրեմն Բողոս Արաքյալն ինչ կսե, սուղքին վճարված է։ Մենք 5 դագարանյան օրենքները կործատրելու բարդավորության դակ չենք։ Նոր դագարանն է, որ մենք կործատրենք, բայց 5 դագարանը գահարկենք եւ գնդունենք, որովհետեւ on մարգարեներ մարգարեացած են Քրիստոսի մասին։ Բայց ոչ թե բոլոր 5 դագարանյան օրենքները Հիսուս ինչ ասավ, եկա ամփոփչացնելու, ուրեմն նոր դագարանի մեջ ամփոփչացած է Աստծո պատգամները եւ օրենքները։ Աբաշխարությունը մեր եկեղեցու մեջ մեծ խորհուրդ մնե, որ մենք ամեն անգամ որ խոստովանենք, հաղորդություն կստանանք, խոստովանանք արդեն ինչ է, եթե ոչ աբաշխարության խորհուրդը, իսկ ավակ 5 շաբթի առավոտ հսկա ժամերկությունը եւ բադարակը դրամատրած ենք, եթե ժամանակացույցը գարտակ, գարկ աբաշխարության գսե։ Աբաշխարել կնշանակե հրաժարիլ սատանայեն, անոր չար կործերեն, անոր մտածումներեն, անոր կործագիցներեն, որ երկրի վրա գուքան խանգարելու հավատացյալին կյանքը։ Իսկ այս շնորհքները ստանալ են հետ արդեն մեղքերու կավությունը ստացած գլանք եւ հավիտենական կյանքի ժառանգորդ, բայց որքան ադեմ որ այս երկրի վրա գաբրինք, չգարձենք որ փրկված ենք։ Մեծակույն փաստը Քրիստոսի առաքյալներն հուտան տեսած էր Քրիստոսի անոր փեշերեն բռնած, բայց չգրցավ զանազանել Քրիստոսի պիտի հետևի, ոչ թե նյութին պիտի հետևի։ Ինգավ եւ չգրցավ վերագանքնել, բայց Պետրոս առաքյալը ինգավ, բայց գրցավ վերագանքնել։ 5 դագարանի մեջ հայր եւ որդի մը կա, Դավիթ մարգարեն եւ անոր որդին Սողոմոնը, երկուքն ալ ինգան, սխալեցան, բայց վերագանքնեցան։ Անոր համար մենք երբեմն սաղմոսներու մեջ կսենք, անոնց կրածը կգարտանք, ժողովի գիրքը, արագած գիրքը, որ Սողոմոնի իմաստուն կրած է, սաղմոսած գիրքը, որ Դավիթ մարգարեն կրած է։ Մեզի ցույց կուտա թե մենք գրնանք ինալ այո,
բայց վերագանքնիլն է կարևորը։ Ուրեմն այսօրվա այս խորհրդածությունն է գահավատանք մեկ ընտանեկան եւ կաթողիկ երակելական Սուրբ Եկեղեցվո մեկ մգրդության, ապաշխարության, մեղքերու կավության եւ թողության։ Դերը օրհնեցե զիմա Ավիդյանս Ավիդենից ամեն։